Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Ես ուզեմ ես 1-2 օրվա թեմաները ու ամենատարբեր նարատիվները, որ առաջ են մղվում, դրանց մասին մի փոքր խոսել։ Շնորհակալություն եթերին միանալու համար, մի քանի վայրկյան սպասենք, որ մեր ընկերներն էլ սկզբից լսեն, կխնդրեմ եթերը տարածեք, շատ հանգիստ ժամանակ ունենք, շատ հանգիստ մի փոքր զրուցենք ու նաև ուշադրություն դարձնենք այն արդարացումներին, որոնք հնչում են ամենատարբեր ձևերով և ինչա դա այդպես եղել, որովհետև առաջին հայացքից պետք է որ միանգամից դատապարտվեն նրանք հենց յուրայինների կողմից միջայլոց, բայց արի ուտես, որ ոչ։ Իսկ դա ունի իր պատճառները, բայց ուզում եմ գալ ամենասկզբից։ Տեսեք, ես բազմաթիվ եթերներ եմ արդեն արել, այս 5 տարվա մեջ 450 մոտավորապես միայն այս ֆորմատով եթեր եմ արել, էլ չխոսեմ Free News-ով ազատ շփում հաղորդումը, որ ավելի քան 3 տարի է, մոտ 4 տարի է կա գոյություն ունի ու ամեն օր բացի շաբաթ կիրակից միշտ եղել եմ եթերում, այսինքն ընդհանուր առմամբ եթե գումարենք անենք մոտ 1500 եթեր կստացվի, մեծ մասը հեռուստատեսային ֆորմատով, իսկ ավելի հանգիստ զրույցը այս ֆորմատով կամ երբեմն չափերից դուրս գալը այս ֆորմատով։ Ու այդ ընթացքում բազմաթիվ փաստեր, բազմաթիվ դրվագներ, բազմաթիվ իրավիճակներ մեկնաբանել ենք, զրուցել ենք, հիմնավորել ենք, փաստարկել ենք։ Դրանց մի մասին գնահատականը տվել է ժամանակը եւ այսինքն ասել ենք, որ այսպես, բայց հաստատվել է ժամանակի ընթացքում հանրության համար։ Այսինքն փաստարկված են դրանք արդեն վաղուց։ Ու չի եղել դեպք, որ սխալվենք, չնայած սխալը նույնպես մարդու համար է, մի քանի թեթև բաներ եղել են, որոնք նկատելու պես ներողություն ասել են, բայց դրանից ընդհանուր այն ամեն ինչ ներկայացված է եղել չի փոխվել։ Ի տարբերություն այն քաղաքական ուժերի, իրենց քաղաքական հռչակած ուժերի, ովքեր որ 5 տարի շարունակում են ստել եւ գեթ մեկ փաստարկ չեն բերել։ 1500 եթեր, հազարավոր փաստարկներ, գեթ մեկ փաստարկ չեն բերել։ Բայց ես ուզում եմ միացած նաեւ ամփոփելով գանք այսօրվան, որպեսզի ըմբռնելի լինի։ Ես մի ժամանակ շատ էի պատմում, որ ամենատարբեր գերտերություններ ունեն բոլոր, աշխարհի բոլոր ազգերի, մոտ 5000 ազգություն ապրում աշխարհի բոլոր ազգերի ազգային բնութագիրը ամենայն մանրամասներով ու դետալներով, անալիզներով, չգիտեմ, ամեն ինչով եւ հարկ եղած դեպքում, երբ որ պետքա որևէ ռազմավարություն մշակեն, նրանք արխիվից հանում են, դրանք ուսումնասիրում են, հասկանում են որքանով իրենց ռազմավարությունը կաշխատի այսինչ կամ այնինչ բնավորությունը ունեցող ազգի կամ ժողովրդի կամ քաղաքացիների շրջանակներում։ Ռուսաստանը բնականաբար նույնպես ունի, եթե չեմ սխալվում, հենց Սանկտ Պետերբուրգում է իրենց այդ արխիվը եւ 90-ականներին, երբ պետք է սկսվեր պատերազմը, շատ լավ ուսումնասիրած էր, դե բնականաբար պատերազմը սկսելուց տարիներ առաջ արդեն մշակված էր եւ արդեն 85 թվականից Լևոն Տեր-Պետրոսյանին պատրաստում էին ներդնել հայկական իրականության մեջ, արդեն ուսումնասիրությունները հայտնի են ու երբ մի առիթով ես հարցրեցի, եթե պիտի որոշակի ջարդեր հրահրվեին, որպեսզի Ադրբեջան եւ հայ ժողովուրդ, որովհետեւ խոսքը արցախցիների մասին էր եւ Արցախի մասին,
ռազմական գործողություններ սկսվեն եւ այլն, որպեսզի Արցախի հարցը այդպես լուծվի տարածքային ամբողջականության մեջ, ապա ինչու այնպես արեցին, որ այդ ջարդերը հրահրեն ավելի շատ Բաքվում, Սուգայիթում, այսինքն ադրբեջանական կողմում եւ ոչ հայկական կողմում։ Ինչին ի պատասխան իմ շատ հարգարժան ծանոթը ասաց, որ որովհետեւ Հայաստանում որքան էլ սրային վիճակը, հայերը ջարդարար չեն։ Իրենք այդ ռազմավարությունը հասկացել էին, որ դժվար է լինելու։ Այսինքն իրենց համար տարբերություն չկար կողմերից որ կողմում, բայց այդ ամեն ինչ ուսումնասիրելով եկել էին այդ եզրահանգման, որ Ադրբեջանից ավելի լավ է սկսվի, որովհետև այնտեղ հնարավոր է։ Հավատացեք, այդ արխիվը ժամանակ առ ժամանակ թարմացվում է, եւ ժամանակակից տեխնոլոգիաներն էլ ստիպում են, որպեսզի թարմացվի։ Ես մի ժամանակ ավելի հին հետևորդները կհիշեն, որ կարդում էի ձեզ համար սովետական միության տարածքում շրջանառվող հրյաների շրջաբերականը, հա, կարելի է այսպես ասել, որը բավականին նման էր KGB-ի նաև գործելավոճին։ Մի խոսքով, ինչի համար այստեղից սկսեցի, որովհետև մենք նույն սխալն ենք փորձում կրկնել, նույն սխալը, եւ փորձում ենք կրկնել նույն սխալը նույն ուժերի հրահրմամբ, բայց ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։ Ամենաշատը ինչ էր տարածվում, հա, ի սկզբանե, երբ որ վարչապետը մի օր արթնացավ ու բարկացած գրառում արեց, իսկ բարկությունը թափվում էր գրառումից, քեռակնգա թեման եմ ես հիմա հիշեցնում, ոնց մի անգամից վայնասուն դրեցին ու մինչև այսօր ուզում են, ես քանի որ հույս ունեմ նրանց հետևորդներից նույնպես դիտելու են թե այստեղ թե YouTube-ում, նաև նրանց հույս ունեմ կկարողանան որոշ բաներ հասցնել տեղ, որովհետև իմ հետաքրքրությունների գոտում չէ նրանց խորքային անասուն լինելը կամ մնալը այդ իրավիճակում։ Ես սա չեմ ուզում շատ շեշտել, բայց կներեք ձեր առաջնորդներն են ձեզ այդպես անվանում, օրինակ մեր առաջնորդները մեզ այդպես չեն անվանում։ Անգամ շատ դեպքերում հաշվի են նստում մեր կարծիքի հետ։ Տեսեք, միանգամից պետությունը հարձակվել է եկեղեցու վրա, հետո պետությունը հարձակվել է որոշ անձերի վրա։ Ես ուզում եմ այն պսևդո մեկնաբաններն էլ կան, շատ են խոսում դրանից, այսպեսի մի հարց տալ էլի ձեզ, նայեք, 5 տարի առանձին վերցրած անձինք մտել են մարդու տուն ու դուրս չեն գալիս, ամենալկտի խոսույթով, ամենալկտի պահվածքով, ամենավերջին բառերով ընտանիքի յուրաքանչյուր անդամի հասցեին, չխնայելով նաև երեխաներին։ Ու երբ որ ասում ես, արա, երեխաների մասով գոնե չի կարելի, ասում են, բա լավ էր, որ 5000 երեխայի գլուխ կերան, դուք սրանց մեկնաբանություն, նայեք ինչ են ուղեղները լցրել։ Իհարկե դրանով դնելով այդ մեծագույն աշխատանքը տղերքի կյանքի գնով, որը 44-օրյա պատերազմի ընթացքում դրսևորեցին, դե ապուշությունը ունի այդ աստիճանը նույնպես ինչ անես։ Եվ շատ այսօր մի իմ կողմից որոշակիորեն հարգված, ամենայն դեպս դաստիարակված մարդ է, անձնավորության նույնպես դա բացատրում է, ասում է պատկերացրու քո տուն, քո ընտանիք 5 տարի մտել չեն դուրս գալիս, ընդ որում դա անում են քաղաքական նկարտումներից ելնելով, շահադիտական նպատակներով, եւ դու մի օր ստիպված ես լինում ընդունել մարտահրավերը։ Քո առաջին նախադասությունը այդ տեսակ մարդկանց, ինչպիսին նա լինելու, անկախ կարգավիճակից։ Մի հատ պատկերացրու, վերցրու քո վրա, քո կնոջ, մոր, երեխաներ, գիտեք ինչ, օրինակ ես եթե մինչև պատերազմը ինձ որևիցե մի ընկերոջ հարցնեիք գնել իմ բնութագրի մի բառով, կասեին խիստ մարդասեր, անկեղծ եմ ասում, տենց ես հիմա որ նայում եմ ինչ եմ դարձել, ես շատ դեպքեր ինձնից նույնպես հիասթափվում եմ։
Բայց ես խիստ մարդասեր եմ եղել, ցանկացած իրավիճակում մարդկանց ներել եմ, ցանկացած, մենակ թե զգայի հասկացել են, որ մեղավոր են, ինձ պետք չէր լինում, որ իրանք ասեն ներողություն։ Ես հենց զգում էի հասկացելա, արդեն ես էի անում առաջի քայլը, որ հանկարծ ինքն էլ շատ չներվի, հասկանում եք։ Բայց պատերազմից հետո իմ ազատ խոսքի իրավունքը, իմ ազատ կարծիքը հայտնելու իրավունքը որպես քաղաքացի հայտնելու ժամանակ դուք մտաք իմ տուն։ Դուք հատեցիք բոլոր կարմիր գծերը։ Դուք չխնայեցիք ձեր խոսքերում ու անեծքներում այդ ժամանակ դեռ մի տարեկան իմ աղջկա։ Դուք ոչինչ չխնայեցիք։ Դուք անգամ պակիստանյան ու չգիտեմ ինչական համարներով իմ ընտանիքի անդամներին էիք զանգում վախացնում։ Ու ես երբեմն ու դուք ինձ դարձրեցիք այդ ընթացքում գազան։ Այո, գազան։ Բայց որոշակի զսպվածություն այնուամենայնիվ ունենալով ես սկսեցի արտահայտվել ձեր հասցեով։ Դուք գիտեք ինչ, ինձ հաճելի է, բայց ես երբեք ձեր երեխաներին փորձել եմ չհայհոյել, որովհետև գիտեք ոնց, երբ որ հայհոյում ես, ինչ-որ տեղ անգամ սրտիցդ ոնց որ ցանկանաս, բայց երեխաների մասով չես կարող։ Եթե դու իհարկե պեդոֆիլի նկրտումներ չունես։ Երբեմն անձնական նամակներով հակադարձելու համար, այո, էդ էլ է եղել, բայց կներեք դուք եք հասցրել դրան։ Ու այսինքն այս ամեն ինչը ես իմ կաշվի վրա շատ լավ զգացել եմ ու շատ լավ գիտեմ, թե Նիկոլը խիդա գրեց։ Իհարկե հեշտ ասել այդ բառը թող չլիներ, ուրիշ բառն է, դե կներեք էլի։ Բայց պետքա սկսեին պաշտպանել իբր եկեղեցին։ Եվ որպեսզի պաշտպանեն եկեղեցին, մի անգամից առջևում դրվեց կատարում են Թուրքիի հրահանգը։ Ես ես մեր օգտակար ապուշներին, լավ, նրանք որ կասեն այդպես, դա հասկանալի է, արդեն նրանց մոտ էլ կապ չունի, ինչ դու ուզում ես արա, իրանք ասում են Թուրքի հրահանգն է։ Անգամ ասում ես ենթակառուցվածքներ են կառուցվել սահմանամերձ գոտիներ, ասում են այդ իսարկում են, որ դա դուրք են։ Այս կարգի հիվանդներ կան։ Հարցը դա չի։ Բայց ես ուզում եմ, որ պարտ կսեմ համարում մանրամասնել, որպեսզի ֆիքսած մնա։ Հասկանում եք, որ ես փորձել եմ ձեզ օգնել, անգամ ես իրավիճակում։ Տեսեք, ձեզանից շատերը նեղվել են, նախ ասում են, բա գնաց Թուրքիա, ոտաբոբիկ մտավ Մեջիդ, մսկիթ, եսի մինչ, այո, դա կապույտ մսկիթն է։ Ես ինքս եղել եմ այնտեղ, առհասարակ եթե տեղյակ չեք, մսկիթ մտնում են ոտաբոբիկ։ Անգամ ամբողջովին բոբիկ, ասեմ ավելին, այդ նույն կապույտ մսկիթի տարածքում գոյություն ունեն լվացարաններ, որտեղ իրենք մի քիչ առևտրական մարդիկ են, որ ամբողջ օրը դուրս են լինում ոտները փոշոտում, լվանան նոր մտնեն, դա ասեմ իմացեք։ Կապույտ մսկիթը շատ հեռու չի Այա Սոֆիայից, ոտքի ճանապարհը մի քանի րոպեով է, եւ հանդիսանում է ոչ միայն որպես հավատքի վայր, այլ նաև որպես տուրիստական ուղղություն, սա ամենակարևորն է։ Օրինակ, երբ որ մեզ մոտ գալիս է հարավ կորեացի հյուր, չգիտես ինչու մենք նրան տանում ենք Գառնի Գեղարդ, չէ՞։ Ինչպես եք պատկերացնում, նրա բարեկամները ասում են, «Օ, դու դավաճանել ես քո կրոնը եւ գնացել ես քրիստոնեական տաճար», ոչ, չէ՞։ Որովհետեւ դա նաև բացի Աստծո տուն լինելը, դա նաև զբոսաշրջային ուղղություն է։ Եվ նույնը կապույտ մսկիթը, դա զբոսաշրջային ուղղություն է։ Եթե դուք հիմա փորձեք գնալ Ստամբուլ, տուրիստական որևիցե տուրով, ես իհարկե Ստամբուլ չէի գնացել, գնացել էինք Բուլղարիա, բայց ավտոբուսով էինք գնացել ու բնականաբար Թուրքիայով ես անցնում, ուրիշ ճանապարհ չկա։ Եվ հետ գալուց մեկ օր մնացինք։ Եվ դա առաջի դեպքը չէր, մի 3-4 անգամ եղել է, այնտեղ հայկական եկեղեցում էլ միջոցառում ենք արել, դեպքը եղել անգամ Բոսֆորի նեղուցում մեր դոհոլահարները Արցախ են նվագել, մի խոսքով ամեն ինչ էլ եղել է։
Սա որպեսզի դուք հասկանաք, եւ երկրորդ, իսկ ձեզ չի բարկացնում են հանգամանքը, որ երկրի ղեկավարը գնում է մեր բոլոր ժամանակների թշնամու երկիր, որտեղ որ չգիտես ինչու այդ մեր բոլոր ժամանակների թշնամու երկրում կա եւ նորմալ ապրում է հայկական համայնքը եւ անգամ եկեղեցին կամ եկեղեցիները, ընդ որում նրանց ամենաակտիվ տարածքում Կապույտ մոսկիտից էլի հեռու չի, էլի ոտքի ճամփա է, եւ թեմի առաջնորդը Վիձիցիլի Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Այստեղ որպես պետություն չեք կարծում, որ խայտառակ եք լինում։ Սա աննորմալ, գժաբարո, խելառլամա գործունեություն չի։ Ահա թե ինչ է լինում, երբ որ մի հատ կառույց կլինի դա եկեղեցի, դա կլինի ինչ ուզում է լինի, խառնվում է պետական արտաքին ռազմավարական գործունեությանը։ Այն ամեն ինչին, ինչի պատասխանատուն ինքը չի լինելու։ Հասկանում եք թե ոչ։ Հետո մի ֆոտո տարածեցին, տեսեք Նիկոլի թուրք բանը, թիկնապահը, ինքնաթիռից իջնում է մի թիկնապահը թուրք, ոնցիկը պահած ուղեկցում է։ Տեսեք, նա թուրք թիկնապահ, որ ասում էինք թուրքա չեկա, սա հիվանդություն է։ Սա հիվանդություն է։ Հավատացեք, եթե դուք չեք կարողանում կառավարել ձեր թշնամությունը, դուք աշխարհի ամենախոցելի ապուշներն եք, ամենախոցելի, ձեզնից ինչ ուզեն կարող են ստանալ, որովհետև դուք չեք կարողանում կառավարել ձեր թշնամությունը, դա ամենավտանգավոր բանն է։ Ուրեմն ասեմ, հատկապես նման հանդիպումներում, որտեղ որ պատասխանատվությունը չափազանց մեծ է անվտանգային հարցով, անպայման, երբ որ դու պիտի արդեն դուրս գաս ինքնաթիռից, իր անվտանգային աշխատողները պիտի ուղեկցեն քեզ ու պիտի հոգ տանեն, որ հանկարծ քեզ հետ բանը, դուք պատկերացնում եք ինչ միջազգային սկանդալ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանին ինչ որ բան պատահեր Թուրքիայում։ Դուք կարող եք պատկերացնել։ Ասենք մի քիչ զոր տակ փորձեք պատկերացնել։ Կամ հակառակը, եթե ինչ որ մի օր Էրդողանը գա Հայաստան, դուք կարող եք պատկերացնել ինչ կարող է լինել, ինչ կործանարար բան կարող է լինել մեր պետության համար, եթե նրան մի բան պատահի։ Ինչ այդ ժամանակ էլ դուրս է գալու, ասենք տեսեք Թուրքին ոնց է պաշտպանում, ասենք այս մակարդակի պիտի լինեք, բա ասում եք աշխարհի ամենախելացի ազգն եք։ Շարունակենք։ Ընդ որում այս ամեն ինչից խոսում են հիմնականում գիտեք ովքեր որ ասում էին գնաց Շվեյցարիա ուրացավ ցեղասպանությունը եւ այլն։ Հիմա ես ձեզ ասեմ, թե դուք ինչքան թքած ունեք ցեղասպանության վրա։ Ու չնայած ես ձեզ բացատրել եմ, որ դա ուրանալը չի, դուք չգիտեք ուրանալը որն է, առհասարակ մեր օրենքներով անգամ քրեական պատասխանատվությանն է մարդը ենթարկվում, այլ վերանայելը եւ հայկական մեր իրական տեսանկյունից մեկնաբանելը։ Հիմա եթե դուք այդքան տենց իրար խառնվել եք, իսկապես ինքներդ, ոչ թե Սաթիկ Նյուզի ազդեցության տակ, ես ձեզ մի բան հուշեմ։ Զախարովան 3 թե առաջին օրը Զախարովան, ում անունը շատ է սիրում տալ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Գալստանյանը, բոլորը, այդ դաշտում բոլորը։ Զախարովան ուղիղ տեքստով ասաց, որ հայոց ցեղասպանություն չի եղել։ Դե հիմա դուրս եք գալիս, գնում եք Ռուսաստանի դեսպանատունը, հանում եք օթերով, հետո գնում եք 102-րդ ռազմաբազա այդ զենքները մտցնում եք այդ ռուս զինվորների կամակը ու լարում եք Հայաստանից, որպեսզի հավատանք ձեր նվիրյալ հայրենասիրությանը։ Իմիջայլոց մեր փոխարտգործնախարարը շատ լավ պատասխանել է նրան, բայց այստեղ ուրիշ հարց կա։ Ինչու է Զախարովան դա ասել։ Չէ՞ որ Ռուսաստանը ընդունել է հայոց ցեղասպանությունը։ Ինչու է դա ասել։ Ասեմ, որովհետև տեսնում է, որ մենք փորձում ենք
ցեղասպանությանը նայել ոչ թե այնպես, ինչպես իրենք են մեզ պատմել 100 տարի, 100 չէ, 70 տարի, եւ դա դարձրել իրենց կայսրության ձեռքի զենքը թուրքերի դեմ եւ մեզ գործիք իմիջայլոց։ Եվ տեսնում ա, որ մենք սկսում ենք ինքներս վերանայել այդ ամեն ինչ ու ինքներս գնահատական տալ, իսկ իրականում ինչ եւ ինչպես է եղել։ Ու սարսափում են, որ այդտեղ կարող է հանկարծ ռուսական հետք նույնպես բացվի եւ պակաս չլինի, քան Ենիչերիների գործողությունները ելիթ թուրքերի եւ Սուլթան Համիդի տարբեր ժամանակներում կատարման։ Հասկանում եք։ Թուրք բառից դուք գրգռվում եք, դրա համար եք շատ օգտագործում։ Ձեզանից շատերն ասում են, հա դե որ ինքը այդ բառից չի վիրավորվում, բայց ինչ կա թուրք է, ուրեմն ասես բաներ։ Իսկ ես հարցը բազմիցս տվել եմ, մի հատ եմ տալիս։ Հա, մինչև հարցը տալը, իմիջայլոց, մեր բոլորիս կողմից շատ սիրելի շանսոնի է, Շարլ Ազնավուրի փեսաներից մեկը ազգությամբ թուրք է։ Ունեք ասելիք։ Կարող եք հրապարակային ձեր ասելիքը գրել Շարլ Ազնավուրի մասին։ Թե երկակի ստանդարտների կիրառում գոյություն ունի։ Սա մեկ, երկրորդ, հիմա հարցս։ Օրինակ, ես ինքս նույնպես մտածել եմ։ Իհարկե տհաճ է, երբ որ մարդուն ասում են թուրք, եւ դու վստահ ես, որ վիրավորելու համար են ասում, ու ես այդ ժամանակ միանգամից հերմեր խառնում եմ իրար, որովհետեւ դա մի փոքր այլ վիրավորանք է։ Բայց այնուամենայնիվ, եկեք մի հատ հասկանանք, եթե շատ ենք ուզում։ Տեսեք, ես ինձ ես հարցն եմ տալիս։ Փորձեք դուք էլ ձեզ այդ հարցը տալ։ Ասում եմ լավ, մի րոպե։ Եթե վիրավորելու համար ենք իրար ասում թուրք կամ հայ, նրանք էլ դե հայ կարան ասեն եւ այլն։ Հիմա եկեք մտածենք։ Ու ես ինձ հարց եմ տալիս ու մտածում եմ։ Իսկ ես կուզեի լինել թուրք, բայց այն թուրքը ով շատ լավ իմանալով, որ իր պետության մեջ իրեն ամբողջ կյանքում կզրկեն իր կարիերայից, կձերբակալեն, կնետեն բանտ ու շատ վատ կվարվեն բանտում ու միևնույնն է հրապարակային կոչերով, օգտվելով իր ավտորիտետից, հեղինակությունից, իր հասարակությանը փորձում է բացատրել ու հասկացնել, հասցնել տեղ, որ պետք է ընդունել հայոց ցեղասպանությունը, թե կուզեի լինեի հայ, բայց ասենք ցանկացած թալանչի գեներալներից մեկը։ Գիտեք, այս հարցի պատասխանը, ես այս հարցը ինձ համար մոտ տարի ու կես առաջ եմ տվել, մինչև այսօր չեմ, ոչ թե չեմ գտնում պատասխանը, այլ վախենում եմ պատասխանել, ամաչում եմ պատասխանել։ Այնպես որ այդ 17-րդ դարի, 15-րդ դարի ցեղական ինչ-որ մակարդակի խոսույթը փորձեք թարգել։ Դուք դրանով ուժեղացնում եք մեր թշնամիներին։ Հիմա ասեմ, թե ինչպես։ Այ օրինակ վերջերս շատ եք սիրում տարածել ու տեղադրում եք այդ նկարները, թե իբր տեսեք, Փաշազադեն ասում է հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի համար եւ դրա համար է ուրեմն Նիկոլը ձերբակալում, ուրեմն ադրբեջանցիների ցանկությունն է իր գործում։ Սա ամենաապուշ արտահայտությունն է, որը կարելի է լսել, բայց այնուամենայնիվ, որպեսզի դուք հանկարծ չմտածեք, թե ես ուղղակի ձեզ հակասում եմ, հիմա կամ պաշտպանում եմ որևիցե մեկին, ես ձեզ կասեմ ամբողջը, որպեսզի ըմբռնելի լինի, տեսեք։ Երբ Նիկոլ Փաշինյան այցելեց Պրիբալտիկայի երկրներից մեկը, չեմ հիշում Լատվիա թե Լիտվա, հայտնի դեպքը, երբ որ բանը
arczepiskopose, թե եպիսկոպոսը, թեմի առաջնորդը մոտեցավ պարոն Փաշինյանին, ջերմորեն զրուցեցին եւ ասաց, որ նա աջակցում է խաղաղության ծրագրին եւ աղոթում է դրա համար, որ դա իրականություն դառնա։ Մեր Էջմիածինը մի հատ անհավասարակշիռ, անհեռատես դավաճանական քայլ արեց։ Գրեց, որ իրենք ինքնագլուխ գործունեություն ծավալողների այդ բաները մի խոսքով էլի մենք չենք կիսում այդ կարծիքը։ Ինչից հետո Փաշազադեին տվեցին հնարավորություն անելու տվյալ արտահայտությունը։ Հիմա տեսեք, պետական անվտանգային ռազմավարությունը արտաքին հետևյալում է կայանում, ամեն գնով, իհարկե ամեն գնով ասածը սուվերենությունը պաշտպանելը այդ կարմիր գծերը չի դրվում հարցականի տակ։ Բոլոր ջանքերը լավ կիրառել, որպեսզի հասնել խաղաղության։ Թեմի առաջնորդներից մեկը ասում է մենք աղոթում ենք այդ ծրագրի համար, իրականանալու համար։ Էջմիածինը հակադրվում է։ Դրանով ասելով, ուղիղ ասելով, որ իրենք դեմ են խաղաղությանը։ Իսկ այս խաղաղությունը, ինչքան էլ որ ձեր ուղեղը փորձում են մտցնել, թե պարտադրում է Ադրբեջանը, շատ սխալվում եք, կարող է դուք այնքան եք ձեզ թույլ զգում, որ չեք հավատում, բայց այս խաղաղությունը պարտադրում է Հայաստանը։ Իհարկե ներկայացնելով, որ այստեղ պարտադիր ստիպողական բաներ չեն կարող, դա դիպլոմատիկայի Արա Աբրահամյանի ասած խաղերի ստրյուկներից է, բայց բոլորս ենք հասկանում, որ Ալիևին խաղաղություն պետք չի եղել այս ընթացքում ու մի քանի անգամ փորձել է սրել իրավիճակը։ Ու մեր Էջմիածնի ասած այդ ապուշությունը պաշտոնական ծամուն դարձավ նրանց համար, ովքեր ամեն բան փորձում են գտնել, որ չստորագրեն խաղաղության պայմանագիր, բայց մեղքը կարողանան միջազգային հանրության առաջ բարդել հայերի վրա։ Եվ այսա այդ հնարավորությունը Էջմիածինը ստեղծեց մոլլաների համար։ Այնպես որ գնացեք նստեք մտածեք, հա իսկ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը ամբողջովին այլ տեսանկյունից էր։ Իհարկե գուցե նաև ազգային անվտանգության տեսանկյունից, որի մասին նույնպես արտահայտվել է, բայց կներեք, ով է պետության պատասխանատուն, Կտրիչ Ներսիսյանը, Վազգեն Գալստանյանը, թե ով։ Ով է պատասխանատվություն կրում։ Օրինակ 20 թվականի նոյեմբերի 9-ին երբ դուրս եկաք փողոց, ջարդելու ամեն բան, ինչու չհարձակվեցիք օրինակ Կտրիչ Ներսիսյանի վրա, որովհետև չէիք գտնում, որ ինքը պատասխանատու է, չէ՞։ Հենց դա եմ ասում։ Եվ այո, ազգային անվտանգությունը պիտի աշխատի։ Չնայած, ես ձեզ մի բան ասեմ, Էջմիածնում ազգային անվտանգության ծառայությունը, ներքին գործերի նախարարությունը շատ ավելի քրիստոնեաբար իրենց դրսևորեցին, աբսուրդը դա էր, ես ուղիղ եթերեր նայում էի ու մենակ էտերի ուղեղում, շատ ավելի իրենց քրիստոնեաբար դրսևորեցին, քան քրիստոնեություն ըստ գործունեության քարոզողները եւ իրավիճակը սրեցին հենց իրենք։ Պատկերացնում եք։ Հիմա մի փոքր անդրադառնանք նաեւ մեր հյուսիսային հեռավոր ռազմավարական երբեմնի գործընկերոջը։ Հա, մեկ էլ շատ եք ասում Արցախը տվեց եւ այլն։ Ես պիտի ձեզ հիշեցնեմ, որ ձեր շատ սիրելի ղեկավարներից ոչ մեկը մինչև հիմա համաձայնություն չի տվել,
ուղիղ եթերում իմ եւ քեզ նմանների համար նստել դեմ արդեմ ներկայացնել Արցախի մասին ով ինչա բանակցել։ Մինչև այսօր չեն գնում։ Դա ինձ խիստ կասկածի տեղի կա տալիս։ Եվ միայն Նիկոլ Փաշինյանն է պատրաստ դրան։ Իր պատրաստակամությունը հայտնել է։ Երկրորդ, հեսա կասեմ Արեգ ջան։ Արեգը հարցում է գնել ինչ կարծիք ես թազա ԱԱՑ պետ նշանակելու մասին։ Հեսա կասեմ։ Երկրորդ, 44 օրյա պատերազմի նման ելքից հետո Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության երաշխավորը դարձավ Ռուսաստանը, մտցնելով իր զորքերը, խաղաղապահ զորքերը։ Եթե չգիտեք ինչ է նշանակում խաղաղապահ զորքեր, խնդրում ենք, դժվար չի, Google-ով տարատեսակ պորնո սայթեր դիտելու փոխարեն խփեք խաղաղապահ զորքեր, նրանց նշանակությունը եւ այլն, ձեզ ամենայն մանրամասնությամբ կբերեն։ Պատասխանատվությունը արդեն իրենք են ստանձնել։ Եվ իրենց պատասխանատվության գոտում իրենք պարզապես վաճառեցին։ Ինձ մենակ մի հարց է հիմա հետաքրքրում։ Այն մեծ Պուտինի պլակատը որ կար, հաթաթած կրծքի տակ դրած բերել եք հետները Հայաստան, թե թողել եք այնտեղ, դա ինձ շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է։ Իսկ ինչու եւ ինչպես եղավ 44 օրյա պատերազմը, դրա մասին շատ ենք խոսել։ Եթե ձեր մեջ հետաքրքրություն առաջանա որևիցե մեկիդ հետ, ես դարձյալ պատրաստ եմ ուղիղ եթերով զրուցել այդ թեմաներով։ Չնայած ես գրագիտությունից մի փոքր թույլ եմ, ոչինչ։ Իմ կարծիքով դուք հեշտությամբ ինձ կծալեք, կդնեք մի կողմ։ Հիմա նրանք ովքեր որ իմիջայլոց Ռուսաստանը եւ Ադրբեջանը ունեին ուղիղ պայմանավորվածություն, Արցախը քեզ, Հայաստանը ինձ։ Ես քեզ օգնում եմ Արցախի հարցում, դու բնականաբար պարտված Հայաստանին ավելի հեշտ կլինի հարվածներ հասցնելը, ես նրան չեմ աջակցելու, մինչև ինքը դրսից մի բան փորձի քամել, դու մի բան անում ես, ճանապարհն էլ կիսովի։ Եվ ի տարբերություն են 3 մոլագարների, Նիկոլը կարողացավ կանգնել դրա դեմ։ Ինձ ասեք, ես ում պիտի սատարեմ։ Իմիջայլոց գոռում էին, հեսա Միջանցք, Ղարաբաղը տալիս է, Ղարաբաղը տալիս է, Ղարաբաղը տվեցին ռուսն ու 5-րդ 40-ը։ Գոռում էին, հեսա Միջանցկա տալիս, ուր է տված Միջանցկը։ Հեսա բանը, անկլավները, ապացուցեցի ձեզ, որ անկլավները Սերժն էր տվողը, են էլ Նիկոլը ոնց որտեղ հետ է կամում, հետ է ստանում, ընդ որում պարտված Հայաստանում։ Եվ Ռուսաստանին սկսում է դուրս չգալ դա, որովհետև Պուտինը Փաշինյանը չի խաղում նրանց առաջարկած խաղը, որովհետև Փաշինյանը կարճած է մնացել հայկական անկախություն մտքից, դա իրենց դուրս չի գալիս։ Դու գիտեք ինչ, Սամվել Կարապետյանին ուղարկել են, որպեսզի նա գար վարչապետ դառնա, ոչ, ուղարկել են, որ նա գար իր ձևերով հարցերը լուծի, հետո ով կլինի վարչապետ, ով չէ, դա արդեն հարցի 8-րդ կողմն է, մեկը դրանք խամաճիկներ են արդեն լինելու ու իրենց գործը չեն անելու, իրենց ինչ ասվի են անելու, վերջ։ Հասկանում եք, հիմնականում։ Եվ այս ողջ ընթացքում ռուսական ակտիվությունը տեսակ։ Այսինքն հիմա դուք պաշտպանում եք այն թեզը, որ Հայաստանի անկախ պետություն պիտի չլինի, պետք է ագենտուրան մնա իր տեղում, եւ մենք քանի որ ատում ենք Նիկոլ Փաշինյանին, ձեր դեմքով եմ խոսում, ապա անգամ Հայաստանը չլինելու գնով նա պիտի հեռանա։ Հասկանում եք, ձեր թեզը սա է դառնում, ոնց ուզում եք պտտվեք, որովհետեւ դուք ոչ մի կերպ չեք կարող նախապացուցել, որ Աչապահյանը սրբազան է, չեք կարող ապացուցել ու հիմնավորել, որ Գալստանյանը սրբազան է, եւ Ցեմբոլը չեք կարող ապացուցել ու հիմնավորել, որ կաթողիկոսը կաթողիկոս է։ Դա անհնար։ Եվ խոսքը միայն այս 3-ին չի վերաբերվում, մի քանիսն էլ կան։
Հիմա ԱԱԾ նոր տնօրենին ես չգիտեմ, բայց շատ ուրախ եմ, որ Աբազյանին վերջապես հանեց։ Ես մի քիչ կոպիտ բառ էլ կօգտագործեի, բայց այս պարագայում հանել բառը օգտագործա։ Աբազյանը նշանակվել էր պատերազմի ավարտից 2-3 օր առաջ։ Ես գիտեմ, թե նոյեմբերի կներեք հանրայնացնելու բան չի առայժմ գոնե, բայց թե նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, որքանով նա իր աշխատավայրում եղել, դա մի քիչ այլ հարց է ու պատմություն։ Եվ ովքեր են ստիպված եղել կամ ով է ստիպված եղել աշխատանքներ առաջ տանել, դա էլ հիմիկ բա խոսելու բան չի։ Թող մնա տարիներ կանցնեն, ես անպայման դա կհիշեմ ու կպատմեմ։ Բայց ես շատ ուրախ եմ, որ Աբազյանին հանեց, Աբազին հանեց։ Երջանիկ եմ պարզապես ու ասեմ նաև ինչու, հա։ Մի հատ մեծ ծավալով գործ կա, որը կապ ունի ինչպես Աբազի, այնպես էլ մի քանի նախարարների հետ, ոնց արդեն հանել է, ու ըստ երևույթի մենակ Աբազն է մնացել տակ։ Այդ գործը մի քիչ մասնավոր գործ է։ Դա էլ առայժմ չպատմեմ, որովհետև պետք է անկերոջս թույլտվությունը լինի, որպեսզի պատմեմ։ Իսկ նա խնդրել է առայժմ թող մնա, մի հատ թղթի է սպասում, այդ թուղթն էլ եթե չեղավ, վերջ, հանգիստ կպատմեմ ամբողջը։ Ու դուք մի անգամից մազերները պարզապես բիզբիզ կկամենի։ Դուք, չգիտեմ, երբեմն ինձ երբ որ տեսնում եք ներվայնացած ու ուրիշ թեմայից խոսալուց, թեկուզ սենց օրվա առօրյա թեմաներից, ապա իմացեք, որ միայն այդ թեման չի, որ ազդում է այն վրա։ Զուգահեռ 1000 բան կա։ Դուք չեք պատկերացնում այդ ամեն ինչը իմանալով ինչա քո հետ կատարվում պարզապես։ Բայց տեսնենք այդ թղթի պատասխանն ինչա գալիս, եթե լավ նորություն գա, դարձյալ կպատմեմ, բայց արդեն դրական տրամադրությամբ, եթե ոչ, շատ տխուր կլինի։ Ուրեմն, բայց ավելի շատ Աբազի գործունեությունը եկեք նայենք։ Ուրեմն, ամենօրյա ռեժիմով ես իմ բազմաթիվ եթերներում այդ շրջանում էլ մինչև այս վերջերս էլ ասել եմ, որ չկա աշխարհում չտեսնված չլսված բան է, որ Երևանում կոնկրետ բաց երկնքի տակ ամենօրյա ռեժիմով տերորիզմ է քարոզվում։ Ու ասում էի, սրա տակից հետո ոնց եք դուրս գալու, եթե հիմիկվանից առաջը չեք առնում, հետո չեք կարողանալու դուրս գաք տակից։ Դա ոչ միայն դաշնակներն ու մնացածներն էին իրանց թեժ գարուն, թեժ ամառ, թեժ շաշուն, թեժ ձմեռներով, այլ բևեռը նաև իր գործողություններով, այն որ զավթել էին օպերայի հրապարակը, տարուկեսեր ամենօրյա ռեժիմով ընդեղ նստած էր, կոնկրետ տերորիզմ էին քարոզում։ Եվ եթե մարդը շատ բան չհասկանար, այնտեղ մի քանի անգամ հաճախ էր, նա պատրաստի տերորիստ էր։ Կհիշեք իրանցի այդ ժամանակահատվածում, երբ սրանք սկսում էին իրանց ջիհադիստական սրբազան շարժում կոչվող այդ բանը, այդ ընթացքում էլ մի հատ կասկածելի խմբի հավաքեցին բան այս ենք մենք ու այդ ժամանակ է որ նռնակով մտել էին քաղմաս բան ես ասում եմ ես չեմ մեղադրում այդտեղ եմ դեմքին նայում ես տենում ես որ բան չի հասկանում ու լվացել եմ այդ մարդու ուղեղը լվացել եմ դուք ամեն օրով տերորիզմ է քարոզվում մեր երկրում իսկ ԱԱԾ-ն աշխարհի ամենամեծ էշի ամենամեծ ականջում քնած է ամենօրյա ռեժիմով ու անընդհատ ասում է գալու է մի օր անդառնալիության կետը հատելու եք հետո ձեռներիդ մեջ ձվածեղ անեք տակ ժողովրդին ուտելու են ասեն աղը տեղը չէր բազմաթիվ անգամներ եմ ասել սա մասնավոր զրույցներում ասենք նու տարբեր բաներ ա եղել ռեակցիաներ
ու վերջը հասավ դրան, կաթիլ, հատիկ, ոչ մեկին մի օրում չեն համոզում, ոչ էլ 5 օրում, ոչ էլ մի ամսում։ Գիտեք, ժողովուրդ ջան, եկեք սենց մի բան հասկանանք։ Տերորիզմը դա պարզապես հանցագործություն չի։ Երբ որ մարդը սպանում, ինքը մարդասպան է, միևնույնն է, որպես հանցագործ, ինքը կարող ուրիշ ձև մտածի, հնարավոր է ընդունի իր մեղքը, հնարավոր է տենց էլ չընդունի ու ասի ճիշտ եմ արել, էլի կրկնվել, էլի նույն ձև է վարվելու, բան, ամենատարբեր, բայց դա իր խնդիրն է դառնում ու այն մարդու, ում միջև եղել է այդ հարցը։ Տերորիստի պարագայում, տերորիստը երբեք չի հանձնվում, այ հիմի որ տարել են վերջ, դուք գիտեք ինչ, հիմա նստած ընդեղ զղջում են, որ իրանք տենց բան են ձեռնարկել, ոչ, իրենք հավատում են, տեսեք, տերորիզմի մեջ ոչ միայն հանցագործությունն է, այլ դրա հոգևոր ու մտավոր շեղումը կա, որը գրեթե անհնար է հետ դնել տեղը։ Նրանք ամեն օրով հարցում են, որ իրանք ավելի հերոս են։ Հիմա էլ այս բանի միջով են անցնում, ոչինչ, կարող անգամ իրանց ուղեղը մտնի, որ նժդեն էլ է ժամանակին նստել, ինչ ասես կարան մտածեն։ Դուք գիտեք ինչ, հիմա Նայիրի Հունանյանը զղջում, իր արածի առնա, բացարձակ։ Եթե զղջա, կդառնա մարդասպան։ Բայց քանի որ ինքը տերորիստ է, ինքս չի զղջալու։ Ընդհակառակ ինքը սպասում է ամեն օր իր ամենափայլուն օրվան, երբ որ իրեն ճիշտ կգնահատեն, շակերտների մեջ ասած կերոսացնեն ու իրեն ազատ կթողնեն, մի հատ էլ արձակ կկանգնեցնեն։ Հասկանում եք, տերորիզմը շատ այլ ու շատ բարդ բան է։ Դա հանցագործություն չի միայն, եւ նրանք հանցագործներ չեն միայն։ Կան հանցագործներ, որ ընդունում են, որ իրանք հանցագործ են։ Իսկ տերորիստի պարագայում կրկնում եմ, մտքի եւ հոգու եւ մտքի զեղում կա։ Օրինակ, Յենիչերիներին, այն որ ասում ենք ցեղասպանություն, բան, այդ ցեղասպանությունը, այդպես թուրքերը ցեղասպանել են, մի քիչ էդի բարդ խոսույթ է։ Եկեք, շնորհակալ եմ Հակոբ եղբայր, շատ շնորհակալ եմ։ Ну, հա, մի քիչ ամեն դեպքում բարդություններ կա, բայց ոնց որ արդեն լավանում եմ, հույս ունեմ երկուշաբթի աշխատանքի կլինեմ արդեն, տեսնենք ոնց կստացվի։ Տեսեք, հիմնականում յենիչերիների խմբերն էին ջարդարարները։ Գիտեք ովքեր են յենիչերիները։ Նրանք ազգություն չունեն։ Կամ կարելի ասել բոլոր ազգերից հնարավոր է նաև հայեր, ովքեր չգիտեն, որ իրենք հայ են։ Դրանք անտեր երեխաներն են կամ դիտավորյալ անտեր թողնված կամ գողացված, ում փոքր ժամանակվանից փակ ռեժիմով են մեծացնում, հատուկ պրոպագանդայով, փակ կառույցներում ամեն օր ատելության, այդ դոզան տալով, պատրաստվածությունը նրանց եւ այլն, ու ընդամենը մի հրահանգով նրանք առանց աչքերը թարթելու կարող են մարդ սպանել, որովհետև երեխա ժամանակվանից նրանց սովորեցնում են ինչ-որ բան սպանել միշտ։ Սկզբից առնետ կարող է լինի, հետո շուն լինի, հետո կով լինի, հետո չգիտեմ, գել լինի, սենց արյուն։ Այդտենց հետո արդեն ավելի կատարելագործվում են սկզբում, 1-2 փոքր ճակատամարտերի մեջ էին մտցնում հանում, վերջ պատրաստ են։ Ու նրանց մեջ նաև իրենք չգիտեն իրենց կենսագրությունը, հասկանում եք, նրանց ուղեղը լվացած է, և նրանց երբ որ հրահանգում են, ասում են սրանց խմբին պիտի մորթեք, զապրստը, դա իրենց աշխատանքն է։ Այդ մոդելը ժամանակակից բանով մի քիչ ավելի վերափոխված դառել է տերորիստը։ Տերորիստին ժամանակի ընթացքում ուղեղը անընդհատ լվում են ու գալիս են մի կետի, երբ որ մարդը արդեն պատրաստ է դրան։ Մարդը համոզմունքներով դրա մեջ է արդեն։ Իսկ Հայաստանում ինչն է շատ, դե գետ մարդը։
Եթե այդ տգետ մարդու մեջ մի քիչ էլ ատելություն կա, ցանկացած մեկի նկատմամբ, ես ձեզ վստահեցնում եմ, ամենահեշտ կառավարվող մարդիկ են։ Հիմա ձեր կողմից շատ ատելի Նիկոլ Փաշինյանը անում է ճիշտ հակառակը։ Ասում է, որպեսզի ես չստացվի, որ ես ձեզ օգտագործեմ, չնայած ինձ կարա ձեռ տա, որ ես ձեզ օգտագործեմ, եկեք կլինի անկախ ձեր տարիքից փորձեք կրթվեք։ Եվ դուք ծաղրում եք նաև դա։ Գիտեք ինչու։ Որովհետև Սաթիկ Նյուզը ձեզ ասում է, ոյ նայեք ինչ են ասում, դուք էլ հավատείτε ասում։ Հասկանում եք։ Ես բազմաթիվ վիդեոներ մոտս պահել եմ օրինակների համար։ Դրանք տարբեր ժամանակներում, ինչ որ այս մեդիա տերորի շրջանակներում են եղել մանիպուլյացիաների։ Ես պահել եմ, որ հեսա շուտով տենց կարող է շարք անեմ, ձեզ ցույց տալու համար, թե ինչպիսին է լինում մանիպուլյացիան։ Այսինքն մանիպուլյացիան իր մեջ պիտի պարունակի ճշմարտության էլեմենտ։ Մի ճշմարտության էլեմենտ, որը բոլորին ընդունելի է։ Օրինակ, բոլորիս ընդունելի է, որ թուրքը մեր թշնամին է։ Եվ եթե ինչ-որ մեկը, օրինակ քեզ ասում է, թուրքը մեր թշնամին է, դու ասում ես, հա, թուրքը մեր թշնամին է։ Ու սկսում է 1, 2, 5, 10, սկսում է քիչ-քիչ քեզ տանել իր աուզը։ Դրանք տեխնոլոգիաներ են, ինչպես ասում էր ձեր Վազգեն Գալստանյանը, կամ եթե կուզեք, ձեզ համար սրբազան Բագրատը։ Ինձ պարզապես ցավալի է դա տեսնել։ Իսկ ինչ վերաբերվում է ԱԱՑ-պետին, նորին դեռ տեսնենք, կաշխատի Երևան։ Համենայն դեպս կարծես թե քննությունը որոշակիորեն անցավ։ Մնացածը ժամանակը ցույց կտա։ Չգիտեմ, շատ խոսելիք կա, իսկապես շատ խոսելիք կա։ Բայց մեկ-մեկ մտածում ես իսկ ում համար որ խոսում ես իրականում, նրան դա հետաքրքիր է այդ պատասխանը թե չէ։ Թե նա ուղղակի հեգնելու համար է այդ հարցը նետում դաշտ։ Հա, մի հետաքրքիր բան էլ ասեմ։ Ինչ որ Ջամշուդ Նուրիև թե ինչ, sense մեկը կա, ինչ որ թուրք։ Մեկ էլ դա էին տարածում անգամ մի հրապարակման մեկնաբանության տակ մի չգիտեմ անցյալ տարվանից սեղանին մնացած խուրմա փորձում էր աչքս մտցնել։ Իբր այ շատ լավ է որ Երևանը ձերբակալում է Վազգեն Գալստանյանը, էլի դարձյալ, դե գիտեք, հենց նեղում են Մյակ նայում են թուրքերն ինչ են ասել, ազիկները ավելի ճիշտ։ Որովհետև նա դեռ 90-ականներին ես զարմանում եմ թե Ալիևը ինչու ամեն ինչ չարե որ նրան ձերբակալի, որովհետև նա 90-ականներին մասնակցել է ադրբեջանցիների ցեղասպանությանը։ Ու դա են տարածում, գիտեք ինչի համար, այս ապուշների ուղեղը նայեք, բայց տեսեք փաստորեն մեր Վազգեն Գալստանյանը հերոսը, ադրբեջանցիք են ուզում նրան ձերբակալեն, այ հիմա դուք իրաց ցանկությունն եք կարում, իսկ ինքը հերոս է, ադրբեջանցիներին է ցեղասպանում, տուֆտեք, դուք հասկանում եք, որ ձեր նման տուֆտեքի միջոցով թուրքը հիմա մեզ դարձնում է ցեղասպան։ Դուք այս տարական բանը, այս մեկին գումարած մեկը, եթե չեք հասկանում, կներեք ամենայն անկեղծությամբ, դուք ինձ ավելի թշնամի եք դառնում, քան թուրքը։ Որովհետև նա ինձ համար բացահայտ թշնամի է, իսկ դուք թաքնված, դուք այլանդակի մեկն եք։ Գիտեք խոսքը ինչի մասին է։ Այսպես ասած Խոջալուի դեպքերի մասին,
ու ոնց սպանել են ադրբեջանցիները իրենց ադրբեջանցիները սպանել են ադրբեջանցի ժողովրդին, համար որ հայերը բացել էին հումանիտար միջանցք, իսկ առհասարակ նման դեպքերը բազմաթիվ են, որ հայերը միշտ բացել են հումանիտար միջանցք 90-ականների պատերազմում, այդ ժամանակ նույնպես նրանք այնտեղից կրակում են։ Ինչի մասին չեմ հիշում, որ մի նախագահ իրանց այդ ժամանակների, թե հենց Ալիևն է անգամ ասել, որ դա թե իր հակառակորդը չեմ հիշում, որ դա Ադրբեջանն է կազմակերպել։ Սրանք, որպեսի հետ չմնան ցեղասպանված ժողովուրդների մրցավազքից, վերջին տասնամյակներում ես ուշադիր հետևել եմ դեռ 2000-ականներից սկսած, եթե ինչ-որ, այո, Մութալիբովը, Սևակ ջան, Հակոբ ջան, շնորհակալություն ուշելու ունու։ Մարտին ջան, շնորհակալություն ուշեցի։ Ինձ ավելի, քանի որ էությունն է, գաղափարական մասն հետաքրքիր, ես անկեղծ անուններ հիշելուց շատ վատ եմ, անգամ ինձ շրջապատող մարդկանց, իմ հարազատների, ես մի պատմություն կպատմեմ, կպատկերացնեք, բայց պատմությունները շատ լավ եմ հիշում, ուրեմն սրանք 2000-ականներից համենայն դեպս, ինչը որ ես եմ բան արել, սկսել հասկանալ Եվրոպայում դեռ, արդեն սկսել էին աշխատել այդ ամեն ինչի կեղծիքի շուրջ, անգամ քրդական նկարներ էին գտել քրդերի Թուրքիայի, այդպես որ սպանված մարդիկ են, ու նկարել էին, ներկայացնում են որպես այդ մարդկանց նկարներ, ապացույցներ, յանի, հետո դա բայց պարզվեց, որ խափում են, էլի, բայց ամեն դեպքում նրանք ասենց սկզբունքայնորեն աշխատում են այդ թեզի վրա, որ հայերը մեզ կոտորել են, իսկ դա շատ վատ բան է, եթե այդպես է։ Հիմա ուզում եմ հասկանալ, ապուշներ, ձեր ատելությունը թուրքերի հանդեպ, քանի որ նույնպես չեք կարողանում կառավարել, դուք դառնում եք Թուրքի ձեռքի խաղալիքը, գործիքը չէ, խաղալիքը, տզբեղ ասած, նստած քաշում է։ Հասկանում եք։ Չնայած որտեղից հասկանաք, ես ձեր համար թշնամի եմ, վատն եմ, ու իմ ասածը ձեր համար հաշիվ չի։ Հա, ալկաշ եմ, ալկաշ որն ես լակում եմ ամեն օր, ձեր համար հաշիվ չի։ Հիմա վերադառնանք մի կարևոր ինձ համար թեմայի, ես գուցե մի քիչ խիստ անձնական մի բան պատմեմ, որպեսզի հասկանալի լինի ձեզ։ Շատ խիստ անձնական բան եմ պատմելու։ Կապված նրա հետ, որ այս վերջի եթերի ժամանակ ասեցի, ես չգիտեմ, գուցե ես վատ հավատացյալ եմ, ես նորմալ հավատացյալ դուրս չգա, բայց սենց մարդիկ վերցրել, դա դարձրել են բերանի ծամոն։ Դե դարձրել եք, համենայն դեպս ես անկեղծ եմ իմ խոսքում, ձեզ նման չեմ ասեմ, չէ ես խիստ հավատացյալ եմ, բայց Աստվածաշունչը մի անգամ կարդացած չլինեմ, ես ի տարբերություն ձեզ գոնե կարդացել եմ, և ի տարբերություն ձեզ ես ճանաչում եմ իմ Աստծուն, դա էլ ասեմ, և նրա հետ զրուցում եմ շատ ժամանակ, ու ես հիմա ձեզ կասեմ, ինչպես, ես գուցե շատ տերմինալոգյաներ չհիշեմ, ես գուցե մարգարեների անունները կամ առաքյալների գործունեությունը տեղերով խառնեմ, բայց ես ամբողջ պատմությունները շատ լավ եմ հիշում։ Ու ոչ միայն պատմությունները, ես փորձում եմ դրանց տալ իմ պատկերացումները։ Ինչու էր այս ինչ բանը այսպես եւ ոչ թե այնպես։ Օրինակ, ինչու Նոյը ագրավին բաց թողեց, ագրավը չեկավ, հետո աղավնուր ինչ չգիտեր, որ հետ չի գա ագրավը, վայրի թրջուն է, կամ ասենք Աստված չէր կարող հուշել նրան, ու դրա մեջ ես տեսնում եմ իմ բացատրությունները, կամ ինչու 40 օր պիտի լողար տապանը, եւ ինչու ենք մենք թե երեխայի ծնվելուց 40 պահում, թե
մեկնումեկի իմանալուց Աստված բոլորիս տներից հեռու, բայ ինչ լինում է իր ժամանակին տողնում։ Սրանց ունեմ ես իմ մեկնաբան, ես խորանում եմ դրա մեջ, ոչ միայն սենց անգիր եմ ունեմ իմ պատկերացումները, բայց ես չգիտեմ, հետաքրքիր եթե կլինի, կասեմ, եթե չէ, թող մնա ոչինչ։ Ու որպեսզի հասկանաք իմ հավատքի չափը ու Աստծու հետ ես որքանով եմ անկեղծորեն կապված ու շփվում, ես պատմեմ ձեզ խիստ անձնական մի բան։ Մենք ամուսնացած էինք, իմ ծնողները երկրում չէին, մենակ էինք ապրում, ես ու կինս։ 6-րդ տարիներ երեխա չէինք ունենում։ Դե այնպես չի, որ սկզբի շրջանում այնքան էլ հակված չէինք շտապելուն, բայց հետո արդեն ինչ-որ չէր ստացվում, բայց ոչ մի բժշկի չենք գնացել։ Մի անգամ յախու որ դնում են էդի ցանկացած կին գիտի, այն էլ էդ էլ չօգնեց։ Մի օր մեր եկեղեցին նոր էր դեռ բացվել։ Դեռ կացա գնացի եկեղեցի։ Ասի գնամ մի հատ բան ունեմ խոսալու, խոսամ կամ։ Ես առհասարակ որ գնում եմ եկեղեցի, սիրում եմ մի քիչ լուրջ աբերի գնալ, որովհետև նստում եմ այն նստարաններին խորանի մոտ ու կղվում իմ մտքերի մեջ, ես այդպես եմ խոսում, ինչ-որ մինի բան կարելի համարել էլ ինչ որտեղ։ Հետո մոմը վառում եմ, աղոթում եմ, գալիս եմ։ Գնացի, նստեցի ու զրուցում եմ մտովի։ Ասում եմ ուղիղ, շատ sense մարդավարի։ Ասում եմ դե բարև բալուս։ Ասում եմ Աստված ջան, տես։ Եթե կարծում ես, որ ինձ չի հասնում երեխա, պրոբլեմ չկա, մենակ ինձ իմաց տուր, մենք մի բան կձեռնարկենք, գոնե կորդեգրենք կամ բան։ Եթե ես վատ մարդ եմ չի ասում, ճիշտ ես որոշել, որ չտես։ Եթե սա փորձություն է, դե ասա, որ ախր այդ փորձությունով դու իմ աչքին չես իջնելու, էլի, դու իմ Աստվածն ես։ Իսկ եթե այդ ամեն ինչը այդպես չի, ինձ հասնում է, ապա ասա, որ արդեն ժամանակն է, էլի։ Այսպես շատ մտերմիկ, ոնց որ ընկերոջ հետ կխոսեմ, այդ տենց ազատ ես խոսում եմ։ Զրուցում եմ հետ, ու ընենց է ստացվել այդ պահին, որ ես վստահ եմ, որ իր հետ եմ զրուցում ու ինքը լսում է ինձ։ Այդպես մի հատ իրավիճակ, ես չեմ ասում հիմա ես կարամ նստեմ, չէ, այդպես բաներ չկա։ Բայց ես այդ պահին վստահ եմ, որ ինքը ինձ լսում է։ Ես զգում եմ, որ ինքը ինձ լսում է։ Ու ոնց որ ինքը ինձ հույս տվեց, որ նորմալ կլինի, ու ես շատ վստահ դուրս եկա եկեղեցուց շնորհակալությունս հայտնելով Աստծուն ամեն ինչի համար ինձ լսելու համար ու դուրս եկա։ Անցավ մոտավորապես մի ամիս, մի օր քնած եմ ու երազ եմ տեսնում։ Այն լինում են երազներ, որ ամբողջ կյանքում հիշում ես։ Այդ այնց երազ են, որ սաղ ջանով զգում եմ այդ երազը։ Արթնացել եմ, մտածում եմ այդ երազի շուրջ ու դրական նենց կայֆ զգացողություն ա մոտս։ Մեկ էլ ընկերս ա զանգում առավոտ շուտ։ Զարմանում եմ, որ այդ ժամին ա զանգում, բա գնել ջան ասում ա, պիտի գնամ լեննական մամայի պապայի հետ գալուց, որ մենակ չլնեմ կգաս, միասին գնանք, բարեկամներ մահացել, միասին գնանք, էլի կանք, ասի գնանք, դե ինչ անենք։ Մեկա նկարահանում չունեի, բան չունեի, տենց գնացինք, հաջորդ օրը հետ ենք գալիս, ես ու ընկերս, դե նենց էր ստացվել մեր ընկերական շրջապատի մեջ, որ ամենաշուտը մենք էինք ամուսնացել, բայց սա արդեն երեխա կամ երեխեք ունեի, մենք հլը չունեինք։ Հետ գալուց ես ընկերս տես բանով էլ ընկերաբար, ոնց են ասում, հատը ասում են ինչ դարակ է, ախր, եթե խնդիր կա, ախր ասեք էլի մտնենանք, 1000 բժիշկ կա, բան կա,
Ինչ դառա բան։ Արասի մանչ, մի բան ասեմ, մենակ մեր մեջ։ Բա ասա։ Ասի աչքիս հղի ենք, աչքիս երեխա ենք սպասում։ Ավտոն հիմի կանգնացրել է, դուրս է թռել ավտոյից, փաթաթվում է ինձ, չգիտեմ, պարային շարժումներ անում, բան, մի հատ կենտանալու բան։ Մի խոսքով, նստանք, բա երբ է ինչա ոնց է էլ պապի, ասում եմ, չգիտեմ, երազ եմ տեսել։ Լրջացա, դու ապուշ ես, երազի վրա տես վստահ ինձ ես բան ես, ասում հա։ Երազի վրա չեմ ասում, մի ամիս առաջ եկեղեցում զրուցել եմ ասու է, ու երազով ինձ ասել է, որ հարց չկա։ Լավ, էլի գնել, աղբոր պես ծնդար, դու լրիվ, ինչ եղար, այսպես խոսալով գալիս ենք, ասի դե կտենաս, ու ես ենքան վստահ եմ, որ տենց է։ Եկել ենք, ինձ իջացրել է հայաթը ինքը գնացել է, ես բարձանում եմ վերև, կինս դուրը բացում է, թե բա սյուրպրիզ։ Ես էլ դες աղ գիշեր չէի հոգնել ճիշտ ասա, չատ հոգնած էի, ասի գիտեմ, ցավըտ տանեմ, ոնց գիտեմ, որտեղից գիտես, ասի դու զանգի են մանչին, ինքս աղ կասի ես ոնց գիտեմ, որտեղից գիտեմ, բայց հիմա կանեմ, ելնեմ, նոր մնաց ասի, մի խոսքով։ Ու գնաց, տենց, գնաց, մեկ էլ տղիս ծնվելու օրը, հենց ծնվելու օրը, էլի երազ եմ տենում, ու նենց երազ վեր եմ թռել, ջրի մեջ կորած, ու կնոջս եմ ձեն տալիս, անան, այդ վերջի օրերն էր, բայց մի 2 շաբաթ դեռ կար, վեր թռավ ու չեր նկատել ինքն էլ, որ ժամանակն է, շատ արագ հասանք, հիվանդանոց, ունդեղ էլ շատ հետաքրքիր բան եղավ, տղաս որ ծնվել է, վերակենդանացման պրոցես է անցել, այսինքն եթե ես վեր չէի թռնում, մի քիչ այլ բաներ էր ստացվում, երազում եմ, ես առաջ չեմ մտածել երբեք, որ հանրային ձևով կպատմեմ, ես քանի որ Աստծուց է խոսակցությունը, ես իմ խիստ անձնական կյանքի օրինակն եմ բերում, որ հասկանալի լինի։ Ուրեմն այնտեղ մի քանի ժամ է վերևում է, դե ավելորդ է երևի ասել, ընկերություն, բան, սա հավաքվել են, բայց ես այն որ շամպայն բան եմ բացում, մի կում չեմ կարողանում ոչ մի բանից առնեմ, այն որ չեմ վապշել, ինչ-որ սենց գերելարված պահա մոտս, ու մի քանի ժամը անդեղ ենք, մի քանի ժամ, ես արդեն սենց բան վիճակ է, էլի, մեկ էլ կանգնացենք, արասի ծնվեց տղես, ու վազեցի դեպի ներս, սաղ իմացան, թե բժիշկը երևի իջել է, կանչում են ինձ, բայց տենց բան չի եղել, սես կանացի ծնվեց, վազելով մոտանորս նայում եմ բժիշկը չկա, մորքուրս էր դե հետս, ասում եմ, մոք չի իջել բժիշկը, հա չէ, ինչ է, ասում եմ, բա ծնվել է տղես, քիչ են իշնում, սենց ու արդեն լարվում եմ, ու մի կես ժամից իջան, պարզվում է այդ պահին ծնվել է, բայց վերակենդանացման պրոցես է անցել, դրա համար մի փոքր ուշ են իջել ներքև։ Ու ասեցին, որ ամեն ինչ նորմալ է, քաշը տեղը, բոյը տեղը, մի խոսքով ամեն ինչ շատ լավ է, ես մի անգամից նախ հարցրեցի կինս ոնց է, հələ ես բան էի անում, զարմացած նայեց էլի, որ առաջ անգամ սես բան ենք տենում, որ մարդու երեխուց, առաջի հարցը երեխուց են չէ, տալի ես կնոջից եմ հարցնում, որ ասեցին սա լավ է, ես ասի մի րոպե, հələ արդեն կարամ բարձրանամ նայեմ, բայց ասի մեկը թլը չերնեք, դուրս եմ եկել, Շեն Դավիթ բժշկական կենտրոնում է ծնվել, ես մի կողքը, տենց նսկի սամուտ տալդա տեղ կար, մտել եմ մտեղ ու չգիտեմ, ես չեմ հիշում ինձ կյանքիս մեջ, որ տենց լիաթոք լացած լինեմ, լացելով շնորհակալություն եմ հայտնել Աստծուն,
Այդպես 6-րդ ու 7-րդ տարում ծնվեց տղես։ Հետո 7 տարի անց ծնվեց աղջիկս։ Աղջիկս ծնվելուց ես համերգներ էինք տարել Արցախ զորամասերը Կուբատլույից գալիս են ու Կուբատլույում դե այնտեղ նուրը շատ էր էլի այդպես մի տոպրակ հավաքել եմ այն հասած շրջանում ենք մի տոպրակ հավաքել եմ ու մի հատ էլ նենց սիրուն ճյուղ էր վրան 3 հատ նուր տենց այդ էլ դրել եմ մեքենայի այդ շիթոքի վրա նկար մի հատ ասի տենց բերեմ ու այդ օրը պիտի կինս իմանար սերը երեխայի ու առաջին անգամ որ ես հետը չեմ գնացել որովհետև այդ իմաստով ես ասենք շատ ուրիշ ես եմ տարել կոպիտ ասած ղիությունը ասենց ասեմ ասենք կինս երբ որ ղի էր չգիտեմ տան սա գործերը ես էի անում չգիտեմ ամեն ինչը ու իրան այնքան է ուսումնասիրել ինչ անել պետք է ինչ չէ որ անգիր գիտե էլի պատրաստի բժիշկ էի դարձել արդեն ինչքան ինչա պետք օգտագործել ոնց խոսքով դողում էի աղջիկս պարագայում մի փոքր այլ էր սս մի քիչ ավելի համարցակ ու ինքն էլ համարցակ է ըմբոստ է աղջիկս իմ քթից է թռած տղես կոպիա մերն է կոպիա կինս ասենք բնույթով բան հանգիստ եւ այլն աղջիկս որ կոպիա ես որ մի բան անում է տատին ասում է թե 5 րոպեից էլ ինչ անել ասում մի հատ սարից մեծացրել եմ ես գիտեմ մի խոսքով կինս զանգեց ուզում է սերը ասի գիտեմ անջան աղջիկա որտեղից գիտես ասի բա այսքան նուր հոիզուր չեմ հավաքել որովհետև ես որոշել էի որ աղջիկ ունենամ անունը պիտի Նռանե դնեմ ես Նռանե անունով աղջիկ պիտի ունենամ էլի ասի բա այսքան նուրիզուր չեմ հավաքել տենց հիմա ինձ ասեք կարամ ես արսուդեմ դուրս եկող լինեմ թե չէ կարամ ես որևիցե մեկից պակասը չնայած ես այդ մրցակցության մեջ միևնույնն է չեմ մտնում որովհետև ավելի շատ սիրելու մրցակցությունը ո՞րն է սիրելու մրցակցությունը ո՞րն է դու կամ սիրում ես կամ կարաս միջին վերաբերվես սրտացավ կամ բան հա ասենք եթե մարդու պարագան կամ չէ ես իրավունք ունեմ եկեղեցին պաշտպանելու ստոր երևույթներից թե ոչ Ռիտա ջան ինչ է իհարկե որ չգիտեմ դու որ հարցնես հիմա պատասխան բանանում խոսքով այդքանով եմ ես հավատացել բայց իմ կյանքում շատ բաներ են եղել շատ բաներ որ պիտի ես չափազանց նենգ լինեի որ չընդունեի Աստծուն չափազանց նենգ ես կայեն պիտի լինեի որ չընդունեի Աստծուն մի րոպե կներեք Ալեք դռները փակել եմ չխանգարեն եթերին Անենա, մի հատ կներեք, էլի։
Ուրեմն հեսա տեսնեմ, եթե իմ գրքից մնացել է երկու հատ ստեղծագործություն եմ ուզում կարդամ ձեզ համար։ Ոչինչ չէ, որ մի քիչ երկար սենց գնայի եթերը։ Ես կարծում եմ այդ ամեն մենակ էսի խիստ անձնականից բերեցի այս օրինակը։ Հավատացեք, շատ բաներ է եղել։ Ես երբ որ երկրորդ թե երրորդ անգամ էի զանգում տուն պատերազմից, դաշտից, իմ հայրն ու մայրը հավատացյալ են։ Ես կնոջս հետ խոսելուց ասիան մամային ասա թող շարունակի աղոթելը, ոնց որ ստեղ ջանիս վրա զգում եմ, որովհետև մի քանի նենց բան եղավ, որ էլ ասելու չէր։ Ու մի քանի ստահակներ իհարկե փորձում են այդ ամեն ինչը զրոյացնել, ինչ-որ ապուշ նկարներ տարածելով։ Սա ես տպագրել եմ 2009 թվին, 500 հատ էր տիրաժը, 500 հատ էլ ճիշտն ասած Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ ժամանակ տպեցինք, բայց սրանք իմ մինչև բանակ գնալու աշխատանքներ են, բանակից հետո շատ քիչ եմ գրել, իսկ դրանից հետո առհասարակ չեմ գրել, հա, ինչ-որ սցենարներ, սյուժեներ, բաներ գրել եմ, բայց այն ինչ-որ դաժե մեկ-մեկ տեղադրում եմ կայքում, այս գրքից, հա, դրանք բոլորը իմ մինչև 18-20 տարեկան գրածներն են, լավ քարը պայտի 22-23, ուրեմն սենց մի հատ ստեղծագործություն ունեմ Աբել Կաենից մինչ այսօր, որը ես գրել եմ մինչև բանակ գնալս, 16-17 տարեկան, խնդրեմ գնահատեք, մանկական ձեռագիրը կնկատվի բնականաբար, բայց կարծում եմ, ես ես այս վերջերս հիշեցի սրա մասին, ու հասկացա, որ ես այդ ժամանակ արդեն ահագին բան հասկանում էի, ընդհանուր կյանքի փիլիսոփայությունից, ոչ միայն քրիստոնեությունից։ Աշխարհասկզբի մի նոսրամարդ ոլորտում, երբ մարդագոյության հսկա մատյանի ներածականը դեռ նոր պիտի կազմվեր, երբ դարերն անգամ պատրաստ չէին դեռ դեպի առաջ գլորվելով արշավելուն, երկու եղբայրներից մեկը նախանձեց եղբոր դեպ Աստված եղած հավատքին ու արյունով նրա անմեղ աշխարհը ներկեց։ Առաջին գործված նամարդությունը ցուցադրելով գանգնից ճակճկված դեպի վեր սողաց։ Արնոտ շուրթերի տակից խնդալով պրկեց աշխարհն ու ծածկեց ամեն ինչ իր լորձոտ մարմնով։ Ու դար անցկացավ։ Դարեր հնացան։ Դարեր ծնվեցին ու դարեր մեռան։ Եվ հազարավոր դարեր այսպես կաղալով, ոմանք այրվելով, ոմանք փայլելով, դար դարերին հայհոյելով, դար հարգանքով տեղի տալով, դար դարերին հրմշտելով, դար դարերից խլմլելով, դար գիշերով, դար ցերեկով, դար դարերով դարանալով ու դարեդար թարմանալով օրվա բերած նոր արյունով, նամարդության հիմար խաղին ենթարկվելով աշխարհասկզբից մինչ աշխարհավերջ, դարավերջերից մինչ նոր դարասկիզբ, այս դարաշարքի սկզբից մինչ այսօր մարդու արյունը անտեղի թափված, ես վստահությամբ ասում եմ, այո, դեռ չի չորացած։ Արյուն թափելը սկսվել է ստեղից, ու դա չի վերջանում, ու ամեն ինչ նախանձի մասին է։ Ես այստեղ ունեմ նաև, որ ասացի երկու ստեղծագործություն կարդամ, մեկն էլ նվիրված է տղիս, հեսա որդուս, որը նույնպես գրել եմ մինչև
բանակ գնալուց էլի այդ նույն տարիք այդ ընթացքում կամ բանակից երևի նոր եկած ժամանակ չգիտեմ, բայց ես ամուսնացել եմ 27 տարեկանում, տղաս ծնվել է 33 տարեկանում, իմ 33 տարեկանում ու այդ ժամանակ արդեն այս ստեղծագործությունը գրել է, հետո տղաս երբ որ արդեն մի քիչ մեծացավ կինս ցույց տվեց իրան, ասեց տես անգամ ինձ այդ ժամանակ չի ճանաչել պապատ, բայց քո մասին ոտանավոր ունի, հա, ու ես էլ էի մոռացել, վերջ ես էլ հուզվեցի այդ ժամանակ, բայց էլի երիտասարդի գրածը երևում է, այդքան ոչ այնքան հմտություն է, բայց կարծում եմ նորմալ է։ Սա նվիրվել է այդ ժամանակ որդուս, բարև որդիս, իմ Անդրանիկ Մանուկ, ես սպասում եմ քեզ իմ ապագայում, որդիս որ չկաս, որ պիտի լինես, շատ խոսքեր ունեմ, որ պիտի ասեմ, սակայն վաղ է դեռ, այսօր դու չկաս, այսօր դեռ չկաս, բայց ես կսկսեմ մի երկու խոսքով, որ երբ դու լինես լավ պատկերացնես, թե ինչ հաստատ եմ եղել ասածներից մեջ, հասկանաս, որ այսօրվանից եմ սպասել, որ այդպես է եղել ու այդպես պիտի լինի, որդիս դու դեռ երազանք ես ամբողջովին, ինքս չեմ հիշում ինչքան խորհուրդներ են ինձ տվել, քչերն եմ ընդունել, հիմար եմ եղել, դու այդպես չանես, ուշիմ կլինես, մեծի խորհուրդը միշտ հաշվի կառնես, հոգումդ եղած հարգանքի փայլից ծերերի համար բարևի պահին բաժին կհանես, հարգիր, որ հարգվես, հարգիր ամենքին, տուր չունևորին, երբ մի մուրացկան դողդող ձեռքերով կոպեկ աղերսի մի պահ ուշադիր նայիր աչքերին, ու երբ հոն տեսնես դառնության ամպեր եւ ձեռքդ տանես նեղ գրպաններիդ, ինչքան տալի էլ չմտածես, տուրային ինչ որ կա, ժլատություն չանես ավտոբուսի փող չպահես, ոտքով տուն արի, երբ ճամփից հոգնած պարկես անկողնում, բայց եւ զգաս կայտառության խաղը երակներիդ մեջ, արածիդ համար քեզ ու քեզ ժպտաս, ուրեմն իմացիր, որ իմ տղան ես, քո ցավը տանեմ, դու ինձ արժանես, սիրիր երկիրդ, որ սիրես դու քեզ, որ ինքզիդ հանկարծ օտար չհամարես, խքալիր ոչ թե տեսքով ամոթխած, այլ ինքնավստահ, այնպես որ հարցնեն ազգությունը քո, իսկ դու առանց ամաչելու, երկրիդ լեռների գոռ արտաքինով ու վահագնյան կայծակների շանթակող ձայնով հրկիզիր նրանց միայն մի բառով, բառը, որ նշանակում է հայ մնա որդիս, ու այստեղ անունը կա, իմ Ալեք Բալա, մեքենայի սուլոցի տակ ֆայտոնչիին մի մոռանա, սիրիր անցյալդ, որ հարգես ներկատ, որ կարողանաս կերտել ապագա, հայի ապագա, սիրիր ապագատ, երբ որ կծնվես ու կմեծանաս, երբ սիրահարվես, քեզ չմոռանաս, սիրիր շատ զգուշ, սիրիր, շատ սիրիր, բայց թույլ մի տուր, որ հանկարծ քո հոգին պարտվի կնոջ անկայուն մտքին, ինչքան էլ սիրես, քեզ մի մոռացիր, դու այդ դու մնա, դու այդ դու եղիր, որդիս, իմ հայ, իմ դու, որ ամբողջ զգացում ես իմ հոգու խորքում, դու որ դեռ չկաս, որ պիտի լինես, այնքան սիրում եմ քեզ, ինչեր կան, որ քեզ դեռ պիտի ասեմ ու ինչ հեքիաթներ, որ պիտի պատմեմ, բայց դա այն պահին, երբ դու կլինես, վերջացնեմ երազանքը իմ կիսատ թողնելով, իսկ մյուս հանդիպումը իրականությունում, հիմա գնամ, հիմա առայժմ պիտի աշխատեմ, պիտի կառուցեմ, դեռ պիտի կերտեմ մի ամրապինդ վայր ու փնտրեմ քեզ համար, քեզ ինձպես սիրող, ինձպես երազող մի քնքշահոգի մայր, դե իսկ հիմա ց հանդիպում, իմ երազած որդի, ց հանդիպում ապագայում։ Կարծում եմ արդեն տղս 14 տարեկան է, կարծում եմ ստացվում է իմ մոտ որպես ծնող նրան գոնե առնվազն մարդ դարձնել։ Էսա, այս երկուսը ես էլի ունեմ ստեղծագործություն, անգամ դու ամենա աղոթքա կոչվում, բայց ձեզ չձանձրացնեմ, այնուամենայնիվ շատ խորել ու մտածել եմ քրիստոնեական համակարգն ինչ է, ինչու հենց Հայաստանը պիտի առաջինը ընդուներ, տեսեք, այս ընթացքում
Ես գրառում էլ արեցի, որ այդ բանավեճերի մեջ բոլորին փորձում էին բացատրել, որ այլա այս ինչ եք անում, մենք 1700 տարվա եկեղեցի ենք, դուք մենք յանի իրանք են 1700 տարեկան, դա մենքն է։ Դուք ասում ա, յանի նրանք вообще կապ չունեն դրա հետ։ Եկել եք, չեք հասկանում, սս բաներ էի լսում։ Ապշել էի։ Ու գիտեք ամենավատը որն է, որ այդ մարդիկ քրիստոնեությունից գիտեն մենակ են, որ մենք 1700-ամյա եկեղեցի ենք։ Անկեղծ եմ ասում։ Իրանք են էլ գիտեք էտիխի գիտեն, որովհետև լավ գլուխ գովալու բան է, էլի։ Մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը։ Մունաթովա դա ասում, քրիստոնեությունից է խոսում, նայեք։ Մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, արա դուք ուր եք եղել 1700 տարի առաջ, արա։ Մտածում ես, ասում, եթե դու առաջինն ես ընդունել քրիստոնեությունը ու մինչև հիմի չես հասկացել, արա բա որ դու հանկարծ երկրորդը ընդունած լինեիր, հիմա կապիկի պես ծառերի վրա պիտի լինեիր պաստորեն։ Հասկանում եք։ Ինքը չի հասկացել ինչա ընդունել, ինքը հասկացել է, որ ինչ որ բանում ինքը առաջինն է աշխարհում։ Գլուխ գովալիք են դարձրել քրիստոնեությունը։ Առհասարակ հավատքը։ Գլուխ գովալու բան։ Ես ամենայն անկեղծությամբ խորհուրդ կտամ դուք էլ դիտեք, ժողովուրդ ջան, Հովսեփ Խուրշիդյանը Նոյան տապանում 3 կարծեմ հարցազրույց էր, ես ուզում էի կիսվել ինչ-որ բան թերթվեց մոտիցս ու հետո էլ չգտա, մտածեցի լավ, հետո կկիսվեմ, տես մնաց, բայց խորհուրդ կտամ մտնեք նայեք Հովսեփ Խուրշիդյանի այդ եթերը Նոյան տապանին, հենց այդ շատ ուսանելի եթեր է, ես հասկանում եմ ինքը ինչից է խոսում, որովհետև ինքս ունեցել եմ այդ կարծիքները ու շատ ավելի խորքային եւ էլի ունեմ, ես նաեւ դրա համար եմ ասում, չգիտեմ ես որքանով եմ հենց քրիստոնյա, չգիտեմ, որովհետեւ ես Աստվածաշնչով չեմ սահմանափակվել։ Ես չեմ սահմանափակվել Աստվածաշնչով։ Ես փորձել եմ ուսումնասիրել ինչ հնարավոր է, ու երբ որ ինձ հարցնում էին ինչի համար, ասում եմ, բայց ես պիտի հասկանամ, ես պիտի իմանամ ինչի եմ այսինչ բանը հենց ընդունում։ Իսկ դա կարող եմ իմանալ միայն համեմատականի մեջ։ Ես պիտի զուգահեռներ անցկացնեմ։ Եթե ես չուսումնասիրեմ, օրինակ, թեկուզ մեր հնագույն ասենք դիցաբանությունը եւ այլն, եթե ես չուսումնասիրեմ մեր էպոսը, որը արժե համակարգային չափազանց կարևոր բան է, չափազանց կարևոր, ու ես փորձում եմ այդ գաղափարով ու այդ արժե համակարգային ձևով շարժվել, որը բավականին քրիստոնեաբար է։ Ես հայերեն լեզվով ուշադրությանը չեմ ասի sense դրել ջեշ կարդացել եմ, բայց sense ինչ-որ ուսումնասիրել եմ նաև Ղուրանը։ Ասեմ բավականին հետաքրքիր է եղել ինձ։ Առհասարակ այն ժամանակները ես ավելի շատ ժամանակ էի սիրում հատկացնել կարդալուն, ցավոք սրտի վերջին շրջանում ավելի քիչ ժամանակ եմ հատկացնում, ասենք օրինակ մի հատ գիրք կա, 2 շաբաթա չեմ կարողանում վերջացնել։ Բայց այդ եթերը ինչով է լավը, որ եթե ունեք պատկերացումներ ընդհանուր առմամբ, ձեզ շատ հաճելի կլինի ու իսկապես ես կցանկանայի նման խոսակցություն քննարկումները լինեին, հենց դա պիտի վաղուց հենց ձեռնարկեր եկեղեցին, երբ կնստեն եկեղեցականները, կնստեն փիլիսոփաները, ովքեր ավելի շատ աթեիստ են լինում,
չնայած կնստեն պատմաբաններ եւ խորքային վերլուծություններ, զրույցներ, հակադրություններ ու համադրություններ կգտնեն։ Ես նման եթերների կարիք ունեմ որպես քաղաքացի եւ դա դաստիարակություն է եւ դա պետական դաստիարակությունն է հենց նման եթերների համար որոշակի բաներ տալ լուգոտաներ կամ չգիտեմ այդ չմիացնում հա երևի որ բան եղավ զանգ եկավ կկարգավորվի հեսա Ժողովուրդ ջան ձայնս կտրտվում է մարդիկ ասում են բոլորի մոտ հա տենց որ մի պահ զանգ եկա ուրեմն մեկը ընդեղ էր լրագրողը մոտեցել է հարց է տալիս, սա ներկայանում է որպես ինտելիգենցիայի ներկայացուցիչ ու անես բաներ է խոսում ասում ես Աստված ջան խնդրում եմ այն որ եթե ինտելիգենցիա պիտի լինի ու սենց խնդրում եմ թող չլինի թող մենք էլ ոչինչ չունենանք ինտելիգենցիա ինչ ա եղել որ մի պատահում է մի բան էլ թող չունենանք ասենք օրինակ բոլորը ֆուտբոլ ունեն մենք չունենք ոչինչ ասենք հիմա թող ինտելիգենցիա էլ չունենանք հիմա ինչ պիտի լինի որ եթե սա պիտի լինի կանոն էլ խոսում արանքում էլ սենց անում ասում է ես հիմա ամաչում եմ որ հայ եմ որ ասես պարոն ինտելիգենտ որ խնդրենք հենց այդտեղ քեզ կտաս գետին վարի գնաս հենց այդտեղ դու ինքդ քո ձեռով քո ոտով էլի ոչ չմիջամտի ուրիշ բաներ չդառնա սառնվազն օրինակ բան սս բաներ են խոսում ու գիտեք են կլորոյերով որ խոսում են սենց փորձում են ինչ որ ռուսական խոսել նրան ինտելիգենցիա իրանք տենց հետ են ինտելիգենցիա հետ են հասկանում Մինչև իմի իրանց մոտ բան չի փոխվել 84 թիվն է հələ Եթե աչքներով տնկել է ես էդի առանձին ուզում եմ գտնեմ որ դրան էլ անդրադառնամ թե ինչպես չի կարելի մտածել ինչ տեսակ մարդ որպես ինձ հետաքրքիր չի ամենայն հարգանքով լավ օքեյ բայց եթե դու ներկայանում ես ինտելիգենցիա արա աղբորպես մի հատ նախ ինձ ասա տենամ քո վերջին կարդացած գիրքը որն է որովհետև շատ հնարավոր է դա նույնպես լինի սովետական հրատարակչության ու Իսկ դա ոչինչ չի տալիս նորմալ մարդկանց վաղուց դա օրինակ հիմա տղես հա պիտի գիրք կարդա այդ ժամանակվա մի հատ արկածային գիրք տալիս եմ որովհետև ավելի շատ ուղեղը մարզվի ոչ թե տեղից բան սովորի սովետական գրքերից հատկապես պատմավեպերից ոչինչ չես կարող սովորել ճիշտ հակառակը ավելի շատ թյուր կարծիք կազմես ինքդ քո մասին Արա Մկրտչյան, հայվան, ես ես դուս ես տալım Արա, տես Դու հիմա շահեկան դիրքերում չես Որովհետև դու մինչև մի նախադասություն գրես Ես 8 նախադասություն Ես ծերից կմտնեմ, են ծերից կերնեմ Քիչ չի տվա էդ հաստատ Երկրորդ Հուշեմ քեզ, դու ունես հնարավորություն չդիտելու Փոխելու Սաթիկ նյուզ դիտելու Դաշտը բաց է Երորդ Մխիթարյան թող լինի լավ Դուս ես տալım հայերեն արտահայտություն չկա Նախ դուս չի Դուրսը Տալım չի տալիս Դու երեխա ունես Քո երեխին տենց ես դաստիարակում Մեր ապագան հայ ազգի ապագան Դուս տալımների ձեռքում է Ինչքանով ես դու պատասխանատվությամբ մոտենում
քո ինքնակրթությանը, քո խոսույթին կամ քո ընտանիքում մեծացողների դաստիարակությանը, ինչ պատասխանատվությամբ ես մոտենում։ Դու անգամ քո երեխեքի մոտ չես կարող հայրական պատասխանատվությունը ամբողջովին կրես քո դուսես տալամով։ Ուր մնաց թե որոշես թե պետության կամ մարդկային արժեհամակարգերի կամ քրիստոնեության մասին ով ինչ է խոսում, ինչքան է խոսում։ Հասկացար։ Հիմա արի դու գնա, ես չջնջեմ։ Ես կարամ ուրիշ, կարող եմ դուսես տալամի լեզվով հետդ խոսամ 8 հարգով։ Չեզոքացնեմ անհետանաս։ Ու ասեմ ավելին։ Դու թռած ես մնալու իտոգում։ Ես կարամ սկրինով քո թռնելը, հետո հրապարակեմ, եթե կայֆ ունենամ։ Քո տեսակից շատ կա ցավոք սրտի։ Քել ինքնամաքրվի։ Լավ։ Ժողովուրդ ջան, սենց ինչ որ եթեր ստացվեց։ Եթե նայեք, հիմի բերանս չբացեմ, բա։ Հիմի քֆուր ես գրել։ Ընդ որում էլի սխալ, տառա սխալով։ Ընդ որում լատինատառ, որը լրիվ ուրիշ ձև է կարդացվում։ Բայց այ չատլախ։ Ներողություն ժողովուրդ, չէ, բատլախ։ Բատլախը գիտես որն է։ 10 հատ չատլախը մի հատ բատլախը, ոնց որ ասենք 10 սանտիմետրը մի դեցիմետր է, դու դրա բատլախն ես, հասկացա՞։ Ստեղ կանայք կան, հնարավոր է քո մաման էլ հիմա նստած նայում է, որովհետև տարիքով մարդիկ մի քիչ ավելի հետաքրքիր մտածողություն ունեն, քան քո նման շեղվածները։ Հիմի դու ստեղ քեզ փնթի ես պահում։ Ոնց որ մտնեմ մի տեղ, որտեղ որ քո մաման է նստած, քո կինն է նստած, քո հարազատ բարեկամներն են նստած, ու ինձ պայմնեց, ոնց ես կուզեի։ Ու տենց խոսամ խուլիգանավարի փողոցային հայոյանքով։ Մամատ ծափարություններով էր ճանապարհելու։ Մայրիկիդ, ընտանիքիդ անդամներին ջերմ բարևներ, ասա, որ այս երկու օրը կերևամ, այսօր հարմար չի, այս պահին հարմար չի։ Հաջողություն։ Հիվանդ ենք, լավանանք, կերևանք։ Ներողություն ժողովուրդ ջան, դե գիտեք, շատ լավ ըստ Ռուստամյանի դա բանն է, ճակ տվածն է, հայոյանք չի, կոպիտ խոսույթ է, բայց հայոյանք չի։ Խորհուրդ չեմ տա շատ օգտագործել, բայց ամեն դեպքում հայոյանք չի։ Շնորհակալություն ժողովուրդ ջան եթերը դիտելու համար, տարածելու համար, ինչ որ երկար սենց զրուցեցինք, ինչ որ հուզական բան ստացվեց, բայց հա պատահում է նաև այսպես եմ, որ ուզում ես կիսվես, սրտինդ ասես, իսկ ավելի դետալային արդեն էլի կանդրադառնանք աշխատանքային լեզվով նույնպես։ Այս օրերի եղածը շատ վերլուծելու կարիք ունի, չափազանց շատ, ու չմտածեք, որ իրավիճակը, այնա գնահատականը կտան, այնա իրավական համակարգը, չէ, սա խորքային շատ վերլուծելու կարիք ունի, եւ վերլուծելու կարիք ունի համ գործողության սցենարը, համ քաղաքացիների արձագանքն ու պահվածքը այդ ամեն ինչի։ Նենց որ քիչ-քիչ բան կանենք։ Վաղը երևի ցերեկը կփորձեմ եթեր անել, եթե չէ երկուշաբթի կհանդիպենք։ Լավ եղեք, շնորհակալություն, բարի գիշեր, ամեն ինչ այս սենց է լինելու, հեշտ չմտածեք դուխով։